Բայց ելի մի բան է, չէ՞։ Այնարդեն չեք ես հավաքել, Արմեն նրա բոլոր ոտանավերներ կաթած պրծած։ Այո, են գյուղացի Սիրակ աղայանն է։ Գիտեմ, ուզում են վերեն էստեղ թաղեն, թող բերեն թաղեն։ Ես էլ եմ հետացրում, ամեն մարդուն իր բաժին հողը։ Եթե այս հողը Սիրակի հողն է, ես էստեղ կոր չունեմ։ Ախր այդ մարդն էստեղ ածնվել է։ Նեղացավ ուսուցիչը։ Այս մարդուն լավ նայեք։ Ես ինչ ասացի որ։ Եղեղ չերս ինչ ասեց որ, թեք էս բոլորից վրա ու գնաց։ Ոնց որ ինք ես գյուղի իշխանն եմ, մենք էլ ծառա։ Ես գիտեի չէ, գիտեի, որ ես անտեր գյուղում եմ մնալու։ Ո՞ս վերջին խնդրանքը ո՞ց կարող եմ մերժել։ Հասկացիր թե ինչ ես ասում։ Վերջին խնդրանքը, քո հայրը աստվածան առողջություն տա, 10 տարի փող ապրի։ Օրինահոգում պահած չենք կանգնելու, թող շուտ արա մեռի այր, մարդը ես ունենա։ Այդ դու ես խղճից խոսում։ Ախր, այս կոթուն, այս է դու, թող ես դրա հերազս։ Ինքս մուրակ ուրախին ասում էր, աղջի, իժի իմ խոսքը։ Բերին չեն թողում մի կտոր հաց ուտեմ այնալ։ Դուր ես գնում այր։ Գնամ Մարանին տեսնեմ հրաժեշտ տամ, ժամանակն է, այ որդի։ Այդ հարսի թեթ խոսքն մեկ եք այր, որ ինձ գժանը թողարկեք, եկատուն մի կտոր հաց կծեմ բերանս, թույն եք գնում առաջս։ Հայաստանը չի ուզում ապրել, դու էլ ես աշխարհում, լավ եք։ Այդպես մի գորգորա, կինը ջահել է, ձեր քեզ համար երեխաներ պիտի ծնի։ Այդ էլ ես անեմ։ Մի կորա։ Սև շորը որտեղից վրաց ճարեց։ Մինչև հարսանիքը բերած կլիներ, գիտեր չէ, թե ինչի համար է գալիս։